Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի դաժան սպանությունից հետո էլ համայնքը կմնա նրա առաջնորդած ընդդիմադիր միասնություն դաշինքի ձեռքում, այսինքն քաղաքական կուրս Փարաքարը չի փոխի, քանի որ ընտրական արդյունքներն են այդպիսին։ Իսկ ով է ընտրական ցուցակով Վալոդիա Գրիգորյանին հաջորդող թեկնածուն։ Ըստ ԿԸՀ տվյալների միասնություն դաշինքի ավականու ցուցակում Վալոդիա Գրիգորյանին հաջորդում է ավականու անդամ Մոնիկ Ախվերդյանը։ Չի բացառվում, որ հենց նա ընտրվի համայնքապետ, բայց սա զուտ տեխնիկական հաշվարկ է։ Քաղաքական թիմը շոկային վիճակում է, մեզ ասացին, եւ այդ հարցն իրենց օրակարգ կմտնի միայն 7 օր անց։ Վալոդիա Գրիգորյանն իր երկրորդ անգամ ընտրվելուց հետո էլ չհասցրեց կառավարել, 6 ամիս պաշտոնավարեց 42-ամյա համայնքապետը։ Համայնքապետի պաշտոնը հավանաբար մի քանի օր թափուր մնալուց հետո ժամանակավորապես կկառավարի նրա տեղակալը, մինչև որ ավականու կազմը նիստ կհրավիրի ու իր կազմից կառաջադրի նոր համայնքապետի թեկնածու։ Բնական է, որ այդ ընտրությանը կփորձի միջամտել իշխանությունը, որն անթակույց չի մարսում Վալոդիա Գրիգորյանի հաղթանակն ու նրա ծնրակշիռ ազդեցությունը անգամ ողբերգական սպանությունից հետո։ Բայց մեզ հետ մասնավոր զրույցներում Վալոդիա Գրիգորյանի թիմակիցները բացառում են, որ այս անգամ թույլ կտան իրենց վրա ճնշումներ գործադրել կամ իրենց հետ քաղաքական առևտուր անել, այն էլ այս ահասարսուր միջադեպից հետո։ Իսկ դա նշանակում է, որ ում էլ առաջադրի Վալոդիա Գրիգորյանի ավականու կազմը, նրան էլ աներկբա կընտրի թիմը, քանի որ ունի մեծամասնություն։ Հիշեցնենք, Վալոդիա Գրիգորյանի գլխավորած միասնություն դաշինքը այս տարի 2025 թվականի մարտի 30-ին կայացած թիմ ընտրություններում 57% արդյունքներով ջախջախիչ պարտության մատնեց մրցակից ԿՊ-ի տեխնացու Լյուդվիգ Գյուլնազարյանին, ով ի դեպ երկար ժամանակ նույն համայնքում ղեկավարում էր ԺՊ-ի կարգավիճակով։